Իրանը սպառնում է 2-3 օրվա ընթացքում մեծացնել պատերազմի աշխարհագրությունը, եթե Միացյալ Նահանգները շարունակի հարձակումը Իրանի դեմ։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի խորհրդականը հայտարարել է, որ Թեհրանը այլևս չի սահմանափակվի միայն պատասխան հարվածներով եւ հակազդող գործողություններով։ Ոչ մի քաղաքական սահման անվտանգ չի լինի, սպառնացել է Մոսեն Ռեզան։ Միացյալ Նահանգները նպատակ ունի շարունակել թուլացնել Իրանի ռազմական կարողությունները։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Դոնալդ Թրամփը նախատեսում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, որոնք թիրախավորել է նախորդ պատերազմի ժամանակ։ Նահանգները շարունակում է հարվածները իրանական հետախուզական կայաններին, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին, ստորգետնյա զենքի պահեստներին եւ ծովային կարողություններին։ Իրանի Ջասկի շրջանի նավահանգստի էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքներին եւ աղազրկման պոմպերին ԱՄՆ հարվածների հետևանքով առնվազն 20 գյուղ զրկվել է խմելու ջրից։ Իրանն էլ թիրախավորում է տարածաշրջանում ամերիկյան օբյեկտները։ Քուվեյթում վառելիքի տերմինալի է հարվածել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Այն վառելիք է մատակարարում ամերիկյան նավատորմին։ Բալիստիկ հրթիռներով եւ տասնյակ անօդաչու թռչող սարքերով Իրանը ամերիկյան օբյեկտների է հարվածել Բահրեյնում։ Շեյխ Իսա ավիաբազայում ԱՄՆ մարտական ինքնաթիռի բազան եւ Բատելկո հետախուզական կենտրոնն են վնասել իրանցիները։ Հորդանանի Ալ-Ազրակ ավիաբազայում ոչնչացրել են 2 կործանիչ, նաեւ 3 այլ ինքնաթիռ։ Իրանը եւս մեկ անգամ զգուշացրել է Միացյալ Նահանգներին հարթակ տրամադրող պետություններին, որ նրանց դավաճանական գործողությունները անպատասխան չեն մնա։ Գանե Մովսիսյան, Էլենի Ահինյան, Հայլուր։